Կրեմլի խոսնակն անդրադարձել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հնարավոր բանակցություններին։ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը պետք է լինի լավ նախապատրաստված և արդյունավետ։ Պետությունների ղեկավարներն իրենք կորոշեն ամսաթվերը, հավելել է պաշտոնյան։ Պեսկովը նշել է, որ Մոսկվան բարձր է գնահատում ռուս-ուկրաինական կարգավորման գործում Վաշինգտոնի ջանքերը և նախընտրում է հասնել իր նպատակներին դիվանագիտական ճանապարհով։ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել է, որ Ռուսաստանը բավարար ուժ և ռեսուրսներ ունի 2022 թվականին սկսած տրամաբանական ավարտին հասցնելու համար։ Հարկավոր է վերացնել այս ճգնաժամն առաջացրած պատճառները, պայմաններ ստեղծել երկարաժամկետ կայուն խաղաղության համար, ապահովել ռուսական պետության անվտանգությունը և այն տարածքների բնակիչների շահերը, որտեղ ապրում են ռուսերենը իրենց մայրենի լեզուն համարող մարդիկ, հավելել է Ռուսաստանի նախագահը։ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը խոսելով ռուս-ուկրաինական հնարավոր կարգավորման մասին հայտարարել է, որ Վաշինգտոնը 22 կետից բաղկացած խաղաղության համապարփակ ծրագիր է ներկայացրել։ Քելոգի խոսքով այն քննարկվել է օրերս Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում։ Այդ ծրագիրը կարող է ծառայել որպես կարգավորման հիմք։ Առաջին կետը համապարփակ հրադադարն է, որը պետք է անհապաղ դադարեցնի արյունահեղությունը, գրել է ամերիկացի պաշտոնյան X-ի էջում։ Անհապաղ հրադադարի գաղափարը ողջունում են նաև Կիևը և Եվրոպան։ Ռուս-ուկրաինական բանակցություններում Մոսկվայի պատվիրակության ղեկավար Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին սակայն հայտարարել է, խաղաղ բանակցություններից առաջ հրադադար պահանջողներն ուղղակի պատմություն չգիտեն։ Ռազմական գործողությունները միշտ ուղեկցվել են բանակցություններով, կարծիք է հայտնել Մեդինսկին։ Հայտնի է, որ ռուսական ուժերը մայիսի 18-ին հարվածել են Կիևին, հաղորդվում է քաղաքացիական բնակչության շրջանում մեկ զոհի մասին, կան վիրավորներ։ Թիրախում է եղել նաև Սումիի շրջանը։ Մայիսի 18-ի և 19-ի գիշերը Ռուսաստանը 370-ից ավելի անօդաչու թռչող սարք է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Իսրայելը հայտարարել է Գիդեոնի կառքերը գործողության շրջանակում Գազայի հատվածի հյուսիսում և հարավում լայնածավալ ցամաքային գործողություններ սկսելու մասին։ Ցահալի տվյալով անցած շաբաթ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Համասի ավելի քան 670 թիրախի ամբողջ Գազայի հատվածում։ Իսրայելի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ այժմ վճռական փուլում են և պատրաստվում են վերացնել Համասը, վերադարձնել գերիներին և վերականգնել տարածաշրջանում կայունությունը։ Նշվում է, որ գործողության ընթացքում Իսրայելը կուժեղացնի ռազմական վերահսկողությունը, իսկ որոշ տարածքների քաղաքացիներ կվերաբնակեցվեն։ Իսրայելի վարչապետն էլ նախազգուշացրել է ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ ռազմական վերահսկողություն հաստատելու մտադրության մասին։ Միևնույն ժամանակ մարդասիրական մատակարարումների արգելափակման պատճառով Գազայի հատվածում հագնացող սովի և միջազգային հանրության մտահոգությունների ֆոնին Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ թույլ են տալիս սահմանափակ քանակությամբ սնունդ տեղափոխել Գազա։ Նա հավելել է, կհետևեն, որ մարդասիրական մատակարարումները չհայտնվեն Համասի ձեռքում։ Պատժամիջոցները չեն ստիպի Թեհրանին ենթարկվել արտաքին ճնշմանը, հայտարարել է Իրանի նախագահը մեկնաբանելով միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոն-Թեհրան լարվածությունը։ Մասուդ Փեզեշքյանը շեշտել է, երբեք չեն հրաժարվի միջուկային ծրագրից։ Նա հիշեցրել է, որ Իսլամական Հանրապետությունը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ է և իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտագործելու միջուկային տեխնոլոգիաները, այդ թվում արդյունաբերության, գյուղատնտեսության և բժշկության ոլորտներում։ Փեզեշքյանը հավատացրել է, միջուկային զենք մշակելու նպատակ չունեն։ Իրանի գործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին էլ հայտարարել է, որ Թեհրանը կդիտարկի Մերձավոր Արևելքի երկրների և Միացյալ Նահանգների մասնակցությամբ միջուկային կոնսորցիում ստեղծելու գաղափարը։ New York Times-ը գրում է, որ Իրանի արտաքին գործերի նախարարը հանդես է եկել նման առաջարկով, որպես այլընտրանք միջուկային գործարքի շրջանակում Վաշինգտոնի առաջ քաշած պայմաններին և միջուկային ծրագրից ամբողջությամբ հրաժարվելու պահանջին։ Ակնկալվում է, որ կոնսորցիումը թույլ կտա Իրանին հարստացնել ուրանը մինչև 3,67% և այն մատակարարել արաբական երկրներին քաղաքացիական նպատակներով օգտագործելու համար, իսկ միջուկային օբյեկտներում միջազգային դիտորդներ կարող են տեղակայվել։ Մինչ այդ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը բացառել է Իրանի կողմից ուրանի հարստացման ցանկացած հնարավորություն։ Նրա խոսքով Վաշինգտոնը Թեհրանին հստակ առաջարկ է արել, որը կարող է լուծել առկա տարաձայնությունների և խնդիրների մի մասը։ Ուիտկոֆը հավատացրել է, Միացյալ Նահանգները ցանկանում է ընտրել դիվանագիտության և երկխոսության ուղին։ Թեհրանից և Վաշինգտոնից հնչող հայտարարությունների ֆոնին Wall Street Journal-ն էլ հայտնում է, որ Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 24-ից 25-ը Հռոմում։ Դիանա Գասպարյան, լուրեր։